Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ինչու Ադրբեջանը որոշեց ռեժիմով սուտ խոսել խաղաղության տեքստի համաձայնեցումից ընդամենը ժամեր անց։ Ինչ նպատակ է հետապնդում այս հերթական քարոզչությունը։ Փորձագետները համոզված են հենց խաղաղության համաձայնագրի շուրջ եղած մեծ աղմուկն ու այսպես ասենք աշխարհի բուրըն արձագանքն է լարել Բաքվին։ Համաձայնագիր ստորագրելու մտադրություն Ալիևը առանձնապես չունի, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ համաձայնագիրը պատրաստ է պարտավորությունների տակ չմտնելու համար բռնապետական ռեժիմը փորձում է ցրել խաղաղության ֆոնը։ Անակնկալի է բերել Ադրբեջանին եւ որոշակի առումով գրգռել, որովհետեւ մենք շատ քաչ մեզ բոլորիս շատ քաչ հայտնի որ Ադրբեջանը որևէ կերպ չի ցանկանում եւ որևէ նպատակ չունի այս պահին որևէ փաստաթուղթ ստորագրելու եւ նրան անընդհատ պետք էին տարբեր պատճառաբանություններ։ Տեղեկատվական պատերազմը Ադրբեջանը բոլոր ուղղություններով, բոլոր հարթակներով է վարում։ Անտիխաղաղության ձգտումը վերագրելով բացառապես հայկական կողմին։ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի մարդկային չափումների համաժողովին մասնակցած հայ իրավապաշտպանը արձանագրում է հասարակական հատվածի ներկայացուցիչներին էլ միջազգային հարթակում, ինչպես միշտ ներկայացնում են պետական նարատիվները, խոսում, ելույթներ ունենում միայն մեղադրական տոնայնությամբ։ Առաջինը խոսք հասավ, սկսեց ողջունելուց խաղաղության դարաշրջանը, ողջունեց Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակություններին եւ շնորհավորեց, որ վերջապես նախագիծը խաղաղության պայման համաձայնագրի հաստատված է եւ չէր խոսում որևէ քննադատություն չէր հնչեցնում Հայաստանի վերաբերյալ։ Ի տարբերություն նրան դրանից հետո խոսացողները, 3-4 խոսացողները շատ ակնհայտորեն բացասական եւ քննադատաբար էին խոսում Հայաստանի մասին։ Հայաստանը ի տարբերություն Ադրբեջանի փափուկ վարքագիծ ունի, խիստ պատրաստակամ է համագործակցել հրապարակային խոսքը զերծ է մեղադրանքներից։ Սա ըստ փորձագետների հայկական քաղաքականության այսօրվա տրամաբանության մեջ է, բայց մյուս կողմից պետք չէ թույլ տալ պարբերական զրպարտումներ։ Երբ որ մենք չենք հակաճառում եւ փաստարկներ լավ հիմնավորված չենք բերում, մենք կորցնում ենք նախաձեռնությունը, մենք կորցնում ենք մեր խոսույթը եւ ըստ էության տեղ ենք թողնում ավելի ու ավելի շատ Ադրբեջանի խոսույթների համար։ Ադրբեջանը իր դեմ մարտավարական խնդիր է դրել միջազգային հանրությանը ներկայացնել, որ Հայաստանը ագրեսոր կողմն է ու սադրանքներ է հրահրում։ Այսպիսով ըստ փորձագետների զիջումներ կորզելու փուլում Ադրբեջանը ուզում է մեկնաբանել, որ պահանջատերը ինքը իրավունք ունի նախապայմաններ գեներացնել ու եթե կրակի ապակասի, որ կանխել է հայկական հերթական ագրեսիան։ Եվրամիությունը դառնում է առավել կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում։ Խորհրդարանում եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում փոխարտգործնախարարն է պնդում Եվրամիության անդամակցության օրինագծի քննարկման ընթացքում։ Պարույր Հովհաննիսյանի խոսքով Եվրամիության հետ գործընկերության նոր օրակարգում առաջին անգամ անդրադարձ է եղել անվտանգային ոլորտին, որպես առանձին ուղղություն։ Ընդդիմադիր падգամավորը հարցնում է. Ինչ ենք հասկանում անվտանգային համագործակցություն ասելով։ Падգամավորն ընդգծում է կարևոր է հասկանալ ինչ ակնկալիքներ ունենք Եվրամիությունից, օրինակ արտաքին պաշտպանական թե ներքին անվտանգային։ Որոշ կոմպոնենտներով իրանք չունեն այնուամենայնիվ անվտանգության ձևավորված միասնական համակարգ։ Կան ազգային ինչ-որ էլեմենտներ, ազգային բանակներ եւ այլն, բայց դրանք էլ կոորդինացնում եւ աշխատում են Եվրամիությունից դուրս դեռևս։ Բոլոր ոլորտներն են մեզ հետաքրքիր, թե արտաքին պաշտպանական եւ թե ներքին անվտանգային պատասխանում է փոխարտգործնախարարը։ Ընդդիմադիր падգամավորը մեկ այլ դիտարկում էլ ունի, ասում է. հանրության ամենաշատը հետաքրքրում է վիզաների ազատականացման հարցը։ Հետաքրքրվում է այս մեկ տարվա բանակցությունների արդյունքում ինչ պատկեր ունենք, ինչ ժամկետներում արդյունքի կհասնենք։ Փոխարտգործնախարարը արձանագրում է. այս հարցում դեռևս հաջողություններ չկան։ Թերևս ցավոտ հարցն է, քանի որ այդ ոլորտը երևի միակ ոլորտն է, որտեղ չեն կարող ասել, որ բարևած ենք համագործակցությունով, դա վիզաների հեշտացման պայմանագրի ոչ լիակատար իրականացումն է։ Բողոքները բազմաթիվ են եւ չեն նվազում։ Տնտեսական համագործակցության մասին առևտրաշրջանառություն, ներդրումների ծավալներ, աճ կամ առաջընթաց կա արդյոք, որը կարող ենք կողմերի համագործակցության շոշափելի արդյունքը համարել։ ԵՄ Հայաստան առևտրաշրջանառության ցուցանիշներն են, որոնք պետք է դինամիկայի մեջ Երևան, բացասական թե դրական։ Հիմա այսօրվա ներկայացված մեր քննարկման փաստաթղթով դրանք բացասական են։
KPI-ների մեջ ես կուզենայի տեսնել, ասենք օրինակ ԵՄ-ից դեպի Հայաստան ուղիղ օտարերկրյա ներդրումների ծավալները։ Մենակ չեմ կարող ձեզ ուղղակի ներդրումային թիվ ասեմ, Եվրոմիությունից չունեմ ձեռքիս տակ այդ տեղեկատվությունը, բայց համաձայն եմ, դա էլ է եւս մի ցուցանիշ։ Առևտրաշրջանառության անկումը, պարոն Գևորգյան, իրականում եթե օբյեկտիվ քննարկենք, դա ցուցիչ է, որ մենք դիվերսիֆիկացիայի կարիք ունենք, այո, եւ եթե դրա կարիք չունենայինք, չենք խոսի դրա մասին, ռազմավարություն չենք մտածի մեր գործողությունները, եթե ոչ ուղղակի առնվազն անուղղակի ուղղված չէին լինի արտանման դիվերսիֆիկացիան։ Այնուամենայնիվ Եվրոինտեգրման հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Այն կընդգրկվի ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում։ Աջակցության այդ Սյունիքի Մարս Ֆրանսիայի դեսպանն այցելել է սահմանային Արավուս գյուղ։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, նշելով, որ դեսպանն այցելել է Ադրբեջանի հետ ռազմական շփման գծում գտնվող Արավուս գյուղը։ Նշվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արավուսում Ֆրանսիայի աջակցությամբ դիսպանսեր է հիմնել։ Եվրամիությունը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև Մարգարա Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը։ Բարի կամքի այս ժեստը ոչ միայն օգնում է Սիրիայում կարիքավորներին, այլ նաեւ ցույց է տալիս երկկողմ երկխոսության հավելյալ արժեքը եւ նպաստում Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղված ջանքերին։ Այս մասին ասված է Եվրոպական միության տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, կառավարության նիստում որոշում էր կայացվել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև գտնվող Մարգարա անցակետը 10 օրով կբացվի Թուրքիայի տարածքով Հայաստանի կողմից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության բեռները արագ եւ նվազ ծախսերով հասցնելու համար։ Մարտի 24-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի բարձրագույն եւ ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ողջունել է մասնակիցներին եւ կարեւորել բարձրագույն ու ավագ սպայակազմերի ներգրավվածությունն այս գործընթացին առաջիկա օրերին սպաները քննություններ կհանձնեն նաեւ կրակային, շարային եւ մասնագիտական պատրաստություն առարկաներից։ Ռուսաստանն ու Ամերիկան պատրաստակամություն են հայտնել առաջ շարժվել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն տեխնիկական հարցերը դեռ լուծում են պահանջում, հայտարարել է Կրեմլի խոսնակ Պեսկովը։ Նրա խոսքով Էր-Ռիադում ընթացող բանակցություններում գլխավոր թեման Սևծովյան նախաձեռնությունն է, կենտրոնացած Սևծովում նավագնացության անվտանգության ապահովման վրա։ Պեսկովը նշել է, որ Պուտինը պահպանում է էներգետիկ ենթակառուցվածքներին չհարվածելու հրամանը, սա չնայած Ուկրաինայի կողմից խախտումներին եւ ԱՄՆ-ն կարող է գնահատել այդ պայմանավորվածության կատարումը։ Գերմանիայի Քյոլն քաղաքում ավտոերթ է անցկացվել ի աջակցություն Ռուսաստանի եւ ընդդեմ Կիև զենք ուղարկելու ռուսական դրոշներով ավտոմեքենաների շարասյունն անցել է հրապարակներից մեկով, որտեղ հավաքվել էին ուկրաինամետ ակտիվիստները։ Ձեռներեց ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչության ղեկավար Իլոն Մասկը 2 ամսում կորցրել է $148 միլիարդ, բայց այնուամենայնիվ մնացել է աշխարհի ամենահարուստ մարդը, գրում է Bild-ը։ Այս ամենը անհանգստացնում է ներդրողներին։ Ներդրումային բանկիր Ռոս Գերբերն արդեն կոչ է արել Մասկին հեռանալ Տեսլայի ղեկավարի պաշտոնից, քանի որ նրա տոքսիկ կերպարը վնասում է ընկերությանը։ Մասկի կարողությունն այժմ $321 միլիարդ է եւ այն արագորեն նվազում է։ Միլիարդատեր Ջեֆ Բեզոսն ու հարսնացուն լրագրող Լորեն Սանչեսը բարեկամներին եւ մտերիմներին ուղարկել են իրենց հարսանիքների հրավիրատոմսերը։ Ամազոնի 61-ամյա հիմնադիր ղեկավարն ու 55-ամյա Սանչեսը նշանադրվել են 2023-ի մայիսին։ Ըստ աղբյուրի հարսանիքը կայանալու է ամռանը Իտալիայի Վենետիկ քաղաքում։ Արևմտյան շոու բիզնեսի բազմաթիվ աստղեր եւս, այդ թվում Ջորջ Քլունին, Թոմ Քրուզը, Քիմ եւ Քորտնի Քարդաշյանները իրենց հարսանեկան արարողությունները կազմակերպել են Իտալիայում։ Վարդաշենի 6-րդ փողոցի 2 հանրակացարանային շենքերի բնակիչներն են քաղաքապետի հետ հանդիպում են պահանջում։ Բանն այն է, որ շենքը անմխիթար է ու վթարային։ Քաղաքապետարանը խոստացել էր լուծել խնդիրը, սակայն ըստ բողոքի ակցիայի մասնակիցների դեռ մատամատին չեն տվել։ Վարդաշենցիներին խոստացել էին բնակիչներին դուրս կբերեն վթարային շենքից, բնակարաններով կապահովեն, խոստումները սակայն չեն կատարել։ Բնակարանով ապահովելու համար մեր պահանջը, որ մեզ տուն տան, բնակարան տան, շենքի տակը ջուր, կոյուղիների ամբողջ խողովակները ջարդված են, ջուրը այդ պատի տակից լցվում է մյուս փողոցի տների մեջ։ Ահա
Երախասիրտները քնում են ամեն վարքյան ասում են հեսա կփլվի։ Ամեն ցնցումից, ամեն թույլ ցնցումից շենքը դղրդում է։ Բողոքավորները ավելի կտրուկ քայլերի դիմեցին, սկսեցին փողոցներ փակել։ Այս մահին ինքնությունս վտանգի տակ թողել եմ տունը։ Ոչ մեկ երեխեն իմ երեխուս լավը չի խաղել։ Ոստիկանները 5 րոպե ժամանակ տվեցին փողոցը բացելու համար, հակառակ դեպքում խոստացան կձերբակալեն։ 5 րոպեում ճանապարհը բացեք, այլապես օրինական պահանջ եմ ներկայացնում ու կձերբակալենք ոստիկանության կենտրոնական բաժին։ Պահանջ ենք ներկայացնում։ Ողջամիտ ժամկետ ճանապարհը բացելու համար։ Պահանջ ենք ներկայացնում։ Որոշ ժամանակ անց փողոցը բացվեց, քանի որ քաղաքապետարանից հայտնեցին, որ պատրաստ են հանդիպել բնակիչների հետ։ Վարդաշենցիները ցանկանում էին Ավինյանի հետ հանդիպել։ Գործակարգավարական նիստը սակայն վարում էր փոխքաղաքապետը։ Քննարկվող հարցերից մեկը թեղի մանրատերև ծառատեսակներին էր վերաբերվում։ Ինչու են փոխարինվում թեղիները։ Երևանի փողոցային տնկարկներում ըստ քաղաքապետարանի մասնագետների թեղի մանրատերևները տարբեր հիվանդություններ ունեն։ Դրանց արմատային եւ բնային հատվածներում առաջանում են նեմատոդներ, ворթեր, որոնք ըստ էության մակաբուծում են սնվելով ծառի համար պահանջվող օրգանական եւ հանքային նյութերով չեն թողնում որպեսզի ծառը կայուն զարգանա։ Թումանյան փողոցը բերվել է վերջնական տեսքի, փողոցից հեռացվել են հիմնական բացառապես կարելի ասել թեղի տեսակի ծառատեսակներ, հեռացվել է նշված երկրորդ հատվածից 80 ծառ, փոխարենը տնկվել է 95 ուրեմն ցերցից տեսակի ծառատեսակ։ Թեղու տերևակեր միջատը ըստ մասնագետների ապրիլից է բազմանում, այն մեծ վնաս է հասցնում ծառի տերևներին, կրճատելով դրանց ֆոտոսինթեզի գործընթացը։ Միջատներն ի դեպ նաև թափանցում են տներ, ստեղծում անհարմար, ալերգիկ, հիգիենիկ տարատեսակ խնդիրներ։ Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերագրումների քանակը կազմել է 2,322,673։ Այս մասին ասվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։ Տրոլեյբուսներում 83715, մետրոպոլիտենում 487,609, ավտոբուսներում 1,751,351։ Խորհրդակցության ընթացքում Երևանի վարչական շրջանների ղեկավարները զեկուցել են բակային տարածքներում եւ այգիներում կատարվող նախատեսվող աշխատանքների մասին։ Բյուջեի եկամուտները 2024-ին կատարվել են 95.8%-ով, որից հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 92.7%-ով, իսկ ծախսերը իրականացվել են 93.9%-ով։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ֆինանսական ոլորտների պատասխանատուները նախորդ տարին են ամփոփում։ Ծախսերի մասով 16%-ով ավելին է, քան 2023 թվականին եւ 9.3%-ով ավելին է, քան եկամուտների մասով։ Եկամուտներից ու ծախսերից բացի աճել է նաև հանրապետության պետական պարտքը, նախորդ տարեվերջին այն կազմել է 5 տրիլիոն դրամ, կամ որ նույնն է 12.8 միլիարդ դոլար։ 2023-ի համեմատ երկրի պետական պարտքը ավելացել է 6.2%-ով։ Սակայն ուրախալին նաև, որ պետական պարտքի հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի նկատմամբ պահպանվել է 50%-ից ցածր մակարդակում եւ կազմել է 48.3%, որը 0.1%-ով ավելի ցածր է, քան 2023 թվականին։ Մեկ ակնթարթում հարյուրավոր քաղաքացիներ ակնթարթային վարկերի զոհ դարձան։ Խոսքը օնլայն խարդախությունների մասին է, երբ մարդկանց անունով կեղծ վարկեր են ձևակերպվում ու հիմա փաստացի այդ մարդիկ ստիպված են մարել վարկը։ Կենտրոնական բանկի նախագահն ասում է, ծանոթ են խնդրին, ուսումնասիրել են իրավիճակը, բայց հնարավոր լուծումներն էլ ոչ միանշանակ են ու դեռևս լիովին չեն վերացնելու խնդիրները։ Մենք կարող ենք օնլայն ընդհանրապես վերացնել։ Այդ դեպքում լինելու են միլիոնավոր մարդիկ, ովքեր բողոքելու են անհարմարությունից, որ իրանք անպայման պիտի գնան բանկ որևէ հարաբերություն ձևավորելու, վարկ վերցնելու։ Սա էլ իր հերթին հանգեցնելու է նրան, որ բանկերը քաղաքացիներից հավելյալ գումար են գանձելու օնլայն վարկավորման բացակայության դեպքում։ Միևնույն ժամանակ Մարտին Գալստյանն ընդգծում է, եթե պարզվի, որ քաղաքացին գումարներ է կորցրել բանկի մեղքով, վնասը կփոխհատուցվի։
2024-ին թերացումներ են արձանագրվել ավելացված արժեքի հարկի հավաքագրումների գործընթացում։ ՊԵԿ նախագահն է պարզաբանում իրավիճակը, ասում է, հիմնական խնդիրները մաքսային հատվածում են։ Երկու հիմնական գործոն կա, մեկը ավտոմեքենաների ներմուծումն է, որը նորից բնականon է, քանի որ մենք նախորդող տարիներին ունենք ավտոմեքենաների ներմուծման բում եւ 24 թվականին միանգամից անկում տեղի ունեցավ, սահմանին այդ հավաքագրումները նվազեցին եւ երկրորդ գործոնը ծխախոտի ներմուծումն է, որն էլ այդ նկարներով համապատասխան նկարների փակցման հետ էր կապված պահանջների ԵԱՏՄ-ի, որի արդյունքներով նախորդ ոնց որ պաշարներ էր կուտակվել ներմուծման։ Նշված գործոնները սակայն ըստ ՊԵԿ նախագահի վերացել են, այս տարի այդ առումով խնդիրներ չկան, հետևաբար մաքսային մարմնի կողմից սահմանին հավաքագրումները նույնպես բարելավվել են։ Ազգերի լիգայի անցումային փլեյօֆի պատասխան խաղում Ֆրանսիայի հավաքականը 6-1 հաշվով ջախջախեց Հայաստանի հավաքականին։ Խաղի եզրափակիչ Սուլիչից անմիջապես հետո մի խումբ դեռահասներ մտել են խաղադաշտ եւ վազել դեպի վրացի ֆուտբոլիստները։ Ֆուտբոլիստների հանդերձարան գնալուց հետո դեռահասները գնացել են հայ երկրպագուների սեկտորի կողմ եւ սկսել պլաստիկե եւ մետաղական տարաներ նետել հայերի ուղությամբ։ Այդ ամենը դուրս չէր գալիս նաեւ վրացի իրական երկրպագուներին եւ խաղադաշտ մտած դեռահասներն արժանանում էին նաև վրացական ուլտրասի սուրոցներին ու հայոյանքներին։ Այս անկարգության հետևանքով Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կտուգանվի։ Հիդրոօթերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Facebook-յան իր էջում հայտնել է համաշխարհային օթերևութաբանական կազմակերպության տվյալները, թե 2024 թվականին աշխարհում գրանցվել է ավելի քան 600 էքստրեմալ եղանակային իրադարձություն, որոնցից 148-ը դասակարգվել են որպես աննախադեպ, ինչի հետևանքով 842,000 մարդ լքել է իր տները, 1700-ը մահացել, իսկ 1,1 միլիոնը վիրավորվել։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 2024 թվականի մայիսի 25-ին եւ 26-ին Հայաստանում դիտվեց ամենաաղետալի եւ ամենաթանկ հիդրոօթերևութաբանական երևույթներից մեկը՝ Դեբետ գետի հեղեղումները։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցները Վայոց ձորի մարզի Արենի համայնքում հայտնաբերել են քաղաքացու կողմից տան պայմաններում պահվող բեզոարիանայից։ Ապօրինի ձեռք բերված կենդանին արգրավվել եւ տեղափոխվել է Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի ազգային կենտրոն։ Հաշվարկված կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 15 միլիոն դրամ։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե։ Մարտի 22-ին սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Վաղաշաբաթ խոշորացված համայնքի Արտիմեդ բնակավայրում գործող գազալցակայանի մոտ կրակոց է հնչել։ Հրազենային վնասված Կարմավիրսի 36-ամյա Արթուր Պարոնյանն է ստացել Գոտկատեղի շրջանում։ Տուժած քաղաքացին ծայրահեղ ծանր տեղափոխվել է վաղաշաբաթ բժշկական կենտրոն։ Հիվանդանոց է ժամանել մարզի քրեական ոստիկանության վարչության պետը, սակայն վիրավորը այդպես էլ գիտակցության չգալով մահացել է։ Ոստիկանները գազալցակայանի տարածքում հայտնաբերել են առնանման հետքեր։ Ստացված օպերատիվ տեղեկություններով հայտնաբերում են նաև ականատեսների, ճշտում են նրանց ինքնությունը եւ դեպքի մասին արդեն ոստիկանության Էջմիածնի բաժնից տեղեկությունը փոխանցում են Հայաստանի քննչական կոմիտեի, Արմավիրի մարզային քննչական վարչության, Վաղաշաբաթի քննչական բաժին։ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության եւ ոստիկանության Վաղաշաբաթի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ կասկածյալը Արմավիրի մարզում հայտնի ՃԱՊ մականվան 33-ամյա Կարեն Բադալյանն է։ Նրան ու հանցագործության գործի կատրճանակը որոնում են։ Ի դեպ ըստ հավաքվածների գազալցակայանը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնունն է։ Մարտի 23-ին Երևան-Գյումրի Բավրաճանապարհին Լեքսուսը բախվել է հյուսիս-հարավ-նոր կառուցվող ճանապարհի արգելապատնեշներին ու մի քանի պտույտ շրջվել։ Վարորդին ծայրահեղ ծանր տեղափոխել են Աշտարակ բժշկական կենտրոն, հետո նա գիտակցության չգալով մահացել է։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Վիրավորը հայտնաբերվել է մեքենայից դուրս, քանի որ ամրակապված չի եղել, իսկ մեքենայում հայտնաբերվել է զենք եւ մեծ քանակի ինքնաձիգի փամփուշտներ։ Եվ եթե ամրակապված լիներ, հետևաբար նրան ավտոմեքենայից դուրս չէին հայտնաբերի։ Հիմա դուք տեսնում եք մի քանի բետոնների է հարվածել, ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակներին է հարվածել։ Տեսնում եք։ Միշտ խնդրում ենք, հորդորում ենք, որ հարգելի վարորդներ,
ամրակապեք, ձեզ ամրակապեք, գոնե մարզերում, երբ որ Երևանից դուրս եք գալի, ամենաճիշտը ամրակապվելն է։ Մարտի 21-ին 51-ամյա Սուրեն Մելիք Սարգսյանը Mercedes ML-ով Կոշ բնակավայրի վարչական տարածքում հրահրի ենթարկել 35-ամյա Նարեկ Դանիելյանին, վարորդը փախուստի չի դիմել։ Քաղաքացիների մի խումբ զինվորականների եւ ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկների հետ օգնություն է ցուցաբերել վիրավորին։ Տեսնելով, որ շտապօգնությունը ուշանում է, նույն գումարտակի առաջին վաշտի հրամանատարի տեղակալն ու գումարտակի ծառայության ավագ տեսուչը ծառայողական մեքենայով աշտարակ են գնացել։ Այնտեղից էլ ուղեկցել են շտապօգնությանը, որը մոտ 40 րոպե ուշացել է։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վրայերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։ Տեղում են նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության աշտարակի բաժնի օպերատիվ թիմը օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Այս խաչմերուկում միշտ դեպքեր ալնում։ Մարտի 23-ին 44-ամյա Ռոմիկը տուֆով բարձված Զիլ 130 բեռնատարով Թալին Սասնաշեն խաչմերուկում կողաշրջվել է։ Վարորդը տեղափոխվել է Թալին բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները, փրկարար ծառայության Թալինի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Թափված քարերը հեռացնելու համար օպերատիվորեն ժամանել են ճանապարհը սպասարկող ընկերության աշխատակիցները։ Սա խնդրահարույց խաչմերուկ է, որտեղ հաճախակյան ճանապարհատրանսպորտային պատահարներ, թե երբ է կարգավորվելու այս խաչմերուկում երթևեկությունը ընդհանրապես դեռևս դրա պատասխանը միայն կարող են տան տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ Մարտի 21-ին Կոմիտասի Պողոտա, Գյուլբենկյան եւ Կասյան փողոցների խաչմերուկում բախվել են Տոյոտան, Կիան եւ Հոնդան։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Երևանի շտապօգնության բժիշկների հերթապախումն էլ տեղում բուժօգնություն է ցուցաբերել 1 հոգու, նա էլ հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Դարձյալ մարտի 21-ին աշտարակի խճուղում բախվել են Ford Transit-ն ու Volkswagen Touareg-ը։ Տուժած չկա, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Մարտի 22-ին Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում մեքենա է պայթել։ Ամբողջությամբ Mazda 3-ը վնասվել է։ Ժամանել են Վաղաշապատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղաշապատի բաժնի հերթապախումբը։ 1 հոգի թեթև վնասվածք է ստացել, բժիշկներն էլ նրան օգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Մինչ փրկարարների հրշեջների ժամանումը ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների բռնկված կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը եւ քաղաքացիները։ Մարտի 21-ին Էրեբունի վարչական շրջանում Խորենացի 112 հասցեում գործող ավտոտեղ սպասարկման կետում է հրդեհ բռնկվել։ Սկզբում քաղաքացիներն են պայքարել կրակի դեմ, հետո Երևանի թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատի, 8-րդ եւ 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատների հրշեջները մարել են կրակը։ 2 հոգի է հոսպիտալացվել Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Հրշեջները կրակը մարելուց հետո հայտնաբերել են ամբողջությամբ մոխրացած Lexus։ Մոխրացել է նաեւ ողջ գույքը։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Ամբողջ գույքը մոխրի է վերածվել կրակի տարածման դեմ, ելի եմ ասում, մինչև ժամանային հրշեջները աշխատակիցներն են փորձել, սակայն կրակը շատ մեծ արագությամբ է տարածվել։